Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտում տեղի ունեցավ արտահերթ նիստ, որտեղ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հակոբ Սիմոնյանը ներկաներին ծանոթացրեց ընդամենը վերջերս իր եւ իր արշավախմբի կողմից հայտնաբերած մի քանի թագավորական դամբարանների պեղումների արդյունքները։ Անհայտության քողով ծածկված առատ փաստերը ցնցել են անգամ հետազոտողներին։ Հայտնաբերված արքայական դամբարաններն ու դրանցում առկա գտածոներն ըստ հնագետի փաստում են, որ մեր թվարկությունից առաջ 15-ից 14-րդ դարերում գոյություն ունեցել հայկական պետականություն իր բոլոր ատրիբուտներով, այսինքն գտածոները աներկբա ապացուցում են մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ հազարամյակում բրոնզե դարում հայկական պետության գոյությունը։ Խոսքը վերաբերվում է վերին նավեր դամբարանադաշտի պեղումներին, որը գտնվում է Երևանից ընդամենը 25 կիլոմետր դեպի արևմուտք, եւ ահա այստեղ հայտնաբերվել են արքայական դամբարաններ։ Մենք նորովի կարողանում ենք նայել եւ վերանայել նաեւ խորենացու վկայությունները, որ ասում էր, որ ահա այստեղ են հաստատվել առաջին հայկյանները, առաջին հայկազնիները եւ ահա հայկազնիները թողել են իրենց հետքը, որը պեղումների շնորհիվ ուրեմն նորից դառնում է մեր սեփականությունը եւ մենք կարող ենք սրա միջոցով տեր կանգնել մեր կորցված պատմությանը եւ մեր պատմությունը նորովի մեկնաբանել, նորովի ներկայացնել համաշխարհային հանրությանը։ Ըստ Հակոբ Սիմոնյանի, անկասկած այստեղ ապրողները եղել են ըստակյաց կյանքով ապրող հնդեվրոպացիներ եւ դրա վառ ապացույցը դամբարաններն են փորված տուֆակերտ ժայռերի մեջ եւ դրանցում առկա գտածոները, ոսկյա զարդեր, սպիրալաձև խողովակներ, զարդեր մազերի համար, ապակյա հուլունքներ, զարդեր օբսիդիան քարերից, կենցաղային օգտագործման ամաններ եւ շատ այլ առարկաներ, որոնք վերաբերվում են բժշկությանը, գյուղատնտեսությանը, անասնապահությանն ու այլ ոլորտներին։ Պետականության գոյությունը փաստող ամենակարևոր գտածոն, ըստ մասնագետի դա արքայական թագն է, որը Հայաստան է ուղարկվել Էլամ պետության կողմից։ Սա փաստում է, որ հայկական պետությունն աշխուժ կապեր է ունեցել Միջագետքի, Բաբելոնի եւ պարսկական հնագույն պետություն Էլամի հետ, որտեղից էլ որպես հարաբերությունների կարգավորման նշան Հայաստան է ուղարկվել արքայական թագը։ Գտածոները մեզ տանում են դեպի քաղաքակրթության զարգացման մի նոր մակարդակի ուսումնասիրման։ Հնագետը վստահորեն բարձրաձայնում է, որ սրանով Հայաստանը ինտեգրվում է արևելյան հզոր կենտրոններին, դառնալով հին արևելյան քաղաքակրթության մասը։ Հայ հնագետի իսկապես բացառիկ այս նյութի մանրակրկիտ ու փաստարկված ներկայացումը ռուսական հնագիտական ոլորտի մասնագետների համար, ինչպես իրենք խոստովանեցին, ուղղակի ցնցող էր։ Раскопки, которые он произвел только недавно, они, безусловно, носят сенсационный характер. Это государство поддерживало связи с государством Элам, существовавшим на территории Ирана. Безусловно, это открытие, поскольку погребения элиты эпохи поздней финала бронзового века очень редки. И это большая удача, что этот памятник был раскопан в Армении. Это, конечно, сенсационная находка, это чрезвычайно интересно, и я надеюсь, что это не последняя находка. Սուսաննա Հովհաննիսյան, Արթուր Հախինյան, Մոսկվայից, Երկիրն այսօրի համար։